Եսի մարտական ընկերների հետ եկել ենք ի նշան բողոքի ձայն բարձրացնելու, դրա միջոցն է մեր մեդալները եւ շքանշանները ետ վերադարձնելը ու ասել, որ այս քաղաքական իշխանությունը զբաղված է ապազգային եւ ապահայկական գործունեությամբ, որի վառ վկայությունն է մեր պետականության ապամոնտաժումը իրենց կողմից։ Սա Անդրանիկ Օզանյան գերատեսչական մեդալ է, որը ստացել եմ 2012 թվականին ժամկետային ծառայության ժամանակ միջդիրքային հատվածում հակառակորդի սպային մահացու վիրավորում հասցնելու համար պարգևատրվել եմ ՊՆ նախարարի կողմից։ Դրաստամատ Կանայանի գերատեսչական մեդալը ստացել եմ 2016 թվականին քառօրյա պատերազմին կամավոր մասնակցելու համար նորից պաշտպանության նախարարի կողմից։ Մարտական ծառայության մեդալը ստացել եմ նորից կամավորական հիմունքներով Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակից լինելու համար Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից։ Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանը ստացել եմ Արցախի նախագահի կողմից նորից 44-օրյա պատերազմին մասնակցելու համար։ Ամենաանհասկանալի մեդալն է։ Համագործակցության համար մեդալը ստացել եմ 22 թվականին Արցախից գալու եւ ջերմուկյան դեպքերին մասնակցելու համար ՊՆ նախարարի կողմից։ Այսքան էլ երևի կամավոր կառավարությունը գրել, որովհետև ձեր նշված քաղաքականության պատասխանատուն հենց Փաշինյանն է, ոչ թե այն անձիկ, ովքեր ձեր այս մեդալները տվել են։ Ոչ, ես չեմ ասում մեդալները թե ինչի համար։ Ինչու կառավարության, որովհետև պատասխանատուն կառավարությունն է եւ իշխող քաղաքական ուժը, քանի որ քաղաքական ուժի վերևում գտնվող ասել Գեղամ Մանուկյանի շեֆը Նիկոլ Փաշինյանը իրանց քանի քաղաքական արտահայտություն արել է, այդքան մենք տարածքային կորուստներ եւ զոհեր ենք ունեցել։ Դա սկսվել է այն դեպքից, երբ Ստեփանակերտի վերածննդի հրապարակում հայտարարեց, որ Հայաստանը Արցախը Հայաստան է եւ վերջ։ Արդյունքում ունեցան 44-օրյա պատերազմը, տարածքային կորուստներ եւ 4000 զոհ։ Հաջորդը եղավ այն գիծը, որ ասեց ինչ է լինի, մենք մեզ պարտված չենք համարի, բայց այդ արժե համակարգի պղծումը ինքը սկսեց։ Մյուսը այն էր, որ ասեց միջանցք չի լինելու եւ դա մեր համար կարմիր գիծ է ու այսօր արդեն քննարկվում է մեր ինքնիշխան տարածքով հակառակորդ պետության մեքենաների ճանապարհ տրամադրելը եւ խոսում է իրական Հայաստան տերմինից։ Ուզում եմ հիշեցնել, որ իր այսպես ասած իրական Հայաստանի սուվերեն տարածքում էր, երբ 2022 թվականին մարտական դիրքում հայկին խեղվեց, ինչպես նաև ծնկի եկած անզեն 18-ամյա զինվոր զինծառայողներ գնդակահարվեցին։ Այդ էլի նույն իրական Հայաստան ասած Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի մարտական դիրքերում էր, որտեղ հակառակորդը առաջ խաղացում է գրանցել եւ հասել ջերմուկի մատույցներին։ Դա ինչու համար եմ շեշտում 18 տարեկան զինվորները, որովհետեւ ինքը նոր թեզ է առաջ բերել, որ չպետք է մեր 18 տարեկան երեխաները դիրքում կանգնեն, նախ երեխաներ չեն, երբ որ համազգեստ են կրում, արդեն դառնում են հայրենիքի պաշտպան զինվոր են նրանք։ Այդ 22 թվականի սեպտեմբերի 13-ի զոհվածների հիշատակի օրը, երբ նրանք ֆեստիվալ անցկացրեցին անտեսելով զոհերի հիշատակը, ինչպես նաև սեպտեմբերի 19-ին չհիշեցին Արցախի հայաթափման
գործընթացի մեկնարկը, որին ես ներկա եմ եղել եւ մինչեւ վերջին օրը պայքարել եմ Արցախի անկախության համար ու ես այդ ազատության կորուստը զգացել եմ, երբ գլխիկոր դուրս եմ եկել Բերձորի անցակետից։ Այս պատմությունը կոպիտ ասած մի անգամ արդեն տեսել եմ եւ չեմ ուզում որ դա կրկնվի ու պայքարելու ենք ես եւ իմ ընկերները մինչեւ վերջ պայքարելու ենք ու հասնենք նրան որպեսի Հային ու Հայաստանին վերադարձնենք արժանապատվությունը պայքարելու ոգին